Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել ենք Արարատի մարզ, Ավշար գյուղ, տեսեք մասից ինչ գեղեցիկ է։ Ուրեմն Ավշար գյուղում այսօր եկել եմ ձեզ համար նկարելու ձմերուկի ցանքի ցելոֆաներով ցանք կատարելու մեթոդներից մեկը։ Երեք արդեն ցելոֆանները փռել են հողի վրա տեխնիկայով, այսպես ասած, եւ փռել են եւ ծածկել են։ Տեսանյութի հիմա կտեղադրեմ, կարող եք տեսնել։ Եվ այսօր արդեն սկսվում է ցանքի process-ը։ Հիմա մոտենանք աշխատողներին, տեսնենք ինչպես են ցանում ձմերուկները, ինչ տեսակի ձմերուկներ են ցանում։ Ցույց եմ տալիս ձեզ, սիրելի հետևորդներ, այստեղ ունենք թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներ, երկար թաղանթներ։ Մշակողը, դաշտատերը ասաց, որ չնայած նրան, որ սպիտակ է թաղանթը, այնուամենայնիվ ծակվում է եւ դրվում է ձմերուկի սերմը եւ մնացած հատվածներում ծլված խոտերը, քանի որ բնական է, եթե ձմերուկը ծլում է, ուրեմն խոտերն էլ են ծլելու, մնացած հատվածի ծլած խոտերը պետք է որ վառվեն եւ ժամանակի ընթացքում արդեն կչորանան։ Տեսնենք ինչպես կընթանա այդ գործընթացը, նկատել եմ, որ մոտենում եմ իրենց, որպեսզի հարցազրույց վերցնեմ իրենցից, արդեն մտածում են ով կխոսի։ Հիմա մոտենամ, տեսնեմ ինչ կասեն, ով կհամաձայնի խոսել, ով կհամաձայնի զրուցել մեզ հետ, մի երկու բան պատմել, տեսնենք ինչպես կստացվի։ Մոտենում։ Եկել ենք իմանանք ցանքի մասին մի երկու բան մեզ պատմեք։ Փորձենք առաջանալ։ Բարև ձեզ։ Ինչ հեռավորության վրա եք ցանում։ 60 սանտի։ Մեկ եք ցանում, թե երկու։ Իսկ ինչ տեսակի ձմերուկ է։ Տեղյակ չեք, լավ, ընթացքում կճշտենք։ Իսկ ինչ եք կարծում, այս մեթոդով ցանելը ինչով է ավելի էֆեկտիվ։ Գնացեք Արմինեին հարցրեք։ Գնամ Արմինեին հարցնեմ։ Արմինեն հետևի։ Ինչով է այս մեթոդը ավելի էֆեկտիվ, որ ցելոֆանի տակ եք ցանում։ Եվ բանը քախանը չի արվի, ավելի քիչ աշխատանք կտարվի եւ շուտ ծլայնություն։ Հա, այսինքն ծլողունակությունը ավելի շուտ է լինի։ Հա։ Պետք է դրանով։ Շարունակենք։ Ասեք ինչ հեռավորության վրա եք տնկում։ 60 սանտի։ 60 սանտի։ Իսկ մարգերի հեռավորությունը, թմբերի հեռավորությունը մոտ 1 մետր է ոնց ասած։ Հա։ Այսպես։ Հիմա սրանից հետո ջրելու աշխատանքներ են կատարելու։ Հա, մենք հիմա կցանենք, իրանք կջրեն։ Կջրեն, արդեն ինքը մի քանի օրից մանավանդ որ ցելոֆանա քաշած, տաք է լինելու շուտ կծլի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այնտեղ կծլի, հետո ասենք կգանք էլի ցելոֆանից, այդ ծլածը, որը որ հանկարծ տակը կլինի, իրան գլուխ սիրուն կմաքրենք, թողենք դուրս արդեն գլուխը։ Իսկ երբ որ հանում եք ծլած ձմերուկ արդեն գլուխը հանում եք դուրս, կողքերը փակում եք, որպեսզի օդ չանցնի ու մնացած։ Չէ, ինքը արդեն տենց կմնա, ինքը արդեն բույսը լինում է, երբ որ կարող է ծլի 2 հատ, կարող է 3 հատ, այդ ժամանակ մենք կսերակացնենք, մի հատ արդեն կթողենք, ինքը արդեն թաղ է քշում։ Էլ ցելոֆանը հետո կհանվի։ Այսինքն նոսրացման process-ը երբ է տեղ ունենում, ծլելուց հետո թե որոշակի թաղ ծլելուց։ Դե ծլում է, մի քիչ արդեն ինքը որ ծլում է, բարձրանում է, արդեն հա։ Հա, այսինքն մի քիչ բարձրանա, քանի որ
որդեր էլ կան, ողկուզակեր էլ կան, որ մեջը ուտում են, որպեսզի դրանց ընթացքն էլ անցնի։ Հա, արդեն որ տեսնում ենք առողջ է, սերակացնում ենք, լոզրացնում ենք իրան։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, տեղյակ պահեմ ձեզ, որ այստեղ կաթիլային համակարգ չի, այսինքն ընդհանուր ոռոգման համակարգով են առուներով ջրելու են, մոտավորապես 1 ամիս ցանելուց հետո չեն ջրի, որովհետև այստեղ կավային հողեր են ու խոնավությունը շատ լավ պահում է, եթե պոլիէթիլենային թաղանթն հաշվի ենք առնում, ապա բավականին երկար կպահի խոնավությունը իր մեջ, իսկ միջթմբային տարածությունները արդեն տեխնիկայով կուլտիվացիա կարվի, այսինքն երբ որ խոտը կսկսի ծլվել, տեխնիկայով եւս 1 անգամ կանցնեն վրայով ու արդեն խոտերը կմաքրեն այդպես։ Հուսանք, որ միջակայքը, այսինքն հուսանք, որ թաղանթի տակ եղած խոտերն էլ արևը կվառի։ Ընթացքում ես տեսանյութում նորից կտեղադրեմ, կտեսնենք արդեն ծլեցման process-ը, ինչպես ասացին, սա ավելի էֆեկտիվ է եւ ավելի շուտ է ծլում։ Հիշում ենք, որ դաշտերում նաև ունեին հիվանդություններ, որտեղ մանր որդերը մտնում էին նոր ծլած ձմերուկների ծլերի մեջ եւ այնտեղ սկսում էին ուտել ու ձմերուկները անկում էին ապրում, դրանով էլ պայմանավորված է, որ մի քանի սերմեր են ցանում։ Հիմա տեսնենք ինչպես կծլի, առաջիկայում կնկարեմ ձեզ համար նաև ծլելուց հետո ինչպես են ծլել, ինչ տոկոսային հարաբերությամբ է ծլել։ Դե ինչ այսքանը այս տեսանյութում, ես դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Լավ մնացեք, կհանդիպենք։